Ընդհանուր առմամբ նաև քանի որ նաև 5 տարին ենք ամփոփում նախորդող 2021 թվականից, հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան 3.4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով եւ այլն եւ այդպես շարունակ, եւ սա նույնպես շատ էական դեր է խաղացել Հայաստանի տնտեսական այն հաջողությունների գործում, որը մենք ունենք։ Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2017 թվականի համեմատ 2025 թվականի արդյունքներով մենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկել ենք Հայաստանի Հանրապետության եւ նախորդող շրջանում 2021-ից 2026 թվականը մենք տարեկան միջինում արձանագրել ենք 7.9% տնտեսական աճ։ Ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականի նախընտրական ծրագրով մենք նախատեսել ենք եւ խոստացել ենք միջինում 7% տնտեսական աճ եւ այդ ցուցանիշը մենք գերազանցել ենք, իսկ 2017-ից 2025 թվականներին մենք ապահովել ենք 5.8% տնտեսական աճ։ Կարևոր է արձանագրել, որ այս ցուցանիշները բարձր են թե միջին համաշխարհայինից եւ թե ԵԱՏՄ-ի միջինից, ինչը նշանակում է, որ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այդ թվում տնտեսական քաղաքականության ոլորտում բերել է կոնկրետ արդյունքներ եւ սա մեզ որոշակի վստահություն է տալիս Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու եւ Հայաստանում ինստիտուցիոնալ զարգացման ճանապարհին եւ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել եւ ընդգծել, որ 2026 թվականի մայիսի 28-ին տեղի ունեցավ մեր նոր բանակի զորահանդեսը, որը շատ մեծ իրադարձություն դարձավ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, որտեղ իսկապես մեզ հաջողվել է մի քանի տարիների ընթացքում լրջորեն բարեփոխել բանակը այն աստիճան, որ մենք հնարավորություն ունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ։ Ընդ որում ես ուզում եմ ընդգծել ոչ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերումը օտար երկրա, այլև Հայաստանի Հանրապետությունում իրական ռազմարդյունաբերության համալիրի ձևավորումը, որովհետև 2022 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարդյունաբերության ոլորտում եւ մենք այսօր ունենք մի ռազմարդյունաբերություն, որը նաեւ հետաքրքիր արդեն զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ, արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ոլորտի համար, բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ մենք բանակում այլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք իրականացրել, այդ թվում Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը նույնպես բյուջետային բավականին մեծ ծրագիր է, եւ Պաշտպան հայրենիաց ծրագիրը հետեւյալի մասին է, որ 18 տարեկան զորակոչիկները որոշակի պատրաստությունից հետո դառնում են պայմանագրային զինծառայողներ եւ իրենց ատեստավորման, կամավոր ատեստավորման տոկոսներին համապատասխան ստանում են աշխատավարձ, վարձատրություն բավականին բարձր, ինչը նաեւ էական սոցիալական փոփոխություն է բերում մեր հանրապետության կյանքում, նաեւ Պաշտպան հայրենիացի ծառայողները հնգամյա ժամկետի ավարտից հետո նաեւ ստանում են պատվովճար 5 միլիոն դրամ, իհարկե նաեւ հնարավորություն ստանալով շարունակել ծառայությունը